Խոստովանություն հաղորդաշարին հյուրընկալվել էր Իրինա Թովմասյանը, Star News-ը հետևեց զրույցին։ Իրինայի առաջին ամուսնությունը շատ կարճ է տևում, հաջորդում է ամուսնալուծությունը։ Սակայն որոշ ժամանակ անց հանդիպում է երկրորդ ամուսնուն։ Ամբողջ կյանքս անցկացրել եմ ամենաբուռն ու ամենահետաքրքիր հիշողություններով ամուսնուս հետ։ Դրա համար կարծես թե ինքն է եղել և վերջ։ Ինձ որ մեկը հարցնի, թե Մեգիի հայրն ով է, միանշանակ կարող եմ ասել ամուսինս։ Մեգին իր հայրիկի հետ շփվում է, բայց մեծացրել է ամուսինս, որի համար ես շատ շնորհակալ եմ։ Իրինայի կյանքի ամենատխուր էջը կապված է հոր կորստի հետ։ Կորոնայի տարին սկսվեց, հետո պատերազմը, դեկտեմբերին հայրս մահացավ։ Գլխում հեմատոմա կար և քովիդի հետևանքով հիվանդությունը ավելի գլուխ բարձրացրեց, օրգանիզմը չդիմացավ։ Նա ինձ խորհուրդներ շատ է տվել, շատ էր սիրում գիրք կարդալ։ Երևի ամենակարևոր բանը, որ իրենից լսել եմ ու հասկացել եմ նաև, որ գիրք կարդալով շատ ավելի գրագետ կլինես և աշխարհայացքդ լայն կլինի, քան այն բոլոր դասերը, որ մենք ստանում ենք։ Star News-ը սիրով Իրինա Թովմասյանի հարցազրույցից առանձնացրել էր այսքանը։ Այժմ առաջարկում ենք դիտել ինստագրամյան հարթակից հոլովակներ առանց մեկնաբանության։ Կարիք եմ ունենում երբեմն քաղաքից դուրս գնալու, չգիտեմ ձեզ մոտ էլ հետվես թե չէ, բայց փախնելու, հայտնվելու լռության գրկում, բնության գրկում, մի տեսակ մենակ ընտանիքով, սա էլ է շատ-շատ վեր գալիս երբեմն, կամ ընկերներով, որի ժամանակը մենք չենք ունենում քաղաքում, որովհետև անընդհատ աշխատանքի մեջ ենք ու դա շատ լավ է, ուղղակի առանց դրա հետ չեմ կարող, բայց սրա կարիքը շատ եմ ունենում։ Չգիտեմ, ասում են մեծացել եմ, որ ուզում եմ սեփական տուն ունենամ, իմ այգին, իմ ծաղիկները, բայց կա այն ինչ կա։ Ես արդեն Երևանում եմ, պատկերացնեք ինչ արագ ենք տեղաշարժվում և հիմա գնում եմ Ալեքսանդր հյուրանոց Lux Expo-ին մասնակցեմ, ծանոթանամ ընկերությունների հետ, որովհետև այս ֆորմատի էքսպոներ այնպես չի, որ ամեն օր են տեղի ունենում և վստահ եմ, որ շատ հետաքրքիր ու լավ ընկերություններ են ներկայացված, միշտ սիրում եմ էքսպոներին ներկա գտնվել։ Մի խոսքով կիսվեմ ձեզ հետ կադրերով։ Տանել երեխաներին Դիսնեյլենդ ահռելի գումարներ չծախսելով։ Գնալ Փարիզ ու չգնալ Դիսնեյլենդ դա ուղղակի անհնար է, բայց ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ։ Հիմա կասեմ մի քանի կետ, որ կարող եք հիշել Դիսնեյլենդ գնալիս։ Գնացեք Դիսնեյլենդ աշխատանքային օրերին ու ոչ երեխաների արձակուրդների ժամանակ։ Հիշեք, որ երբ գնում եք տոմսը, չգնեք fast track-ի տոմսերը, որովհետև դրանք բավականին թանկ են, որովհետև յուրաքանչյուր ատրակցիոնի համար այժմ կարող եք գնել առանձին fast track-ի տոմսեր։ Եվ ձեր իսկ նախընտրած ատրակցիոնը կնստեք առանց հերթ այս դեպքում։ Այգու տարածքում կան շատ պիկնիկային տարածքներ, այնպես որ ձեզ հետ վերցրեք ուտեստներ, որպեսզի շատ գումարներ չվատնեք։ Ու նաև թողնեմ մի քանի լինքեր, որի միջոցով կարող եք գնել տոմսերը, խուսափել հերթերից եւ իհարկե ծանոթանալ այգու քարտեզին։ Ու չմոռանամ նշել, որ կա գնացք, որը ձեզ տանում է Դիսնեյլենդ եւ վերադարձնում Դիսնեյլենդից։ Միայն հիշեք, որ պետք է երկկողմանի տոմս գնեք, որպեսզի խուսափեք հերթերից։ Բուզա։ Օշնորք։ Չեմ վիրավորը։ Դարպաս։ Էմելագամ։ Էմելագամ։ Ուզում ես կամ։ Չէ, էմելագամ։ Ստացվում է կամ։ Հասալս քշած։ Հասել ես իչի։ Ճիշտ է։ Դուք շտղեցի եք։ Այո, այստեղից եմ։ Դες չեմ ասել, ուզում եմ դուք շտղեցի եք։ Դուք ստեղից եք։ Շտղեցի եք։ Որտեղից եք։ Որտեղ։ Շատ դժվար է փաստերը։ Փոխեցա թողամ սադիկումը, անդարանդեր ու եկա հասալ ստեղ։ Բալիկիս է թողեցի, մանկապարտեզում եկա հասա ստեղ։
Լավ, մենք չենք ասում։ Շնորհավոր Սուրբ Զատիկ։ Արցախում մենք առաջին ում տեսնում ենք, հարցնում ենք։ Դուք ես հոգինն եք համարած։ Հայաստան երևի եկեղեցին։ Համարած եկեղեցին եղել եք։ Ոնց իմացա։ Եղել եք։ Ես մի քանի անգամ եղել եմ։ Համար ասում հենց։ Վստահ եմ, որ եղել եմ, բայց հիմա շատ աղոտ եմ հիշում։ Բարի օր։ Ձեզ եմ միանում Շրի Լանկայից։ Ուզում եմ անպայման ցույց տալ այս կադրերը հենց այս պահից։ Նայեք նայեք այստեղ։ Գիտեք ինչքան շատ են կապիկները։ Պարերն է շարժվում, պարերը։ Նավնենցը։ Դամբուլայի տաճարն ենք գնում։ Կապիկները դե ասեցի ձեզ, որ շատ են ստեղ, նայեք, ստեղ եկան։ Իսկ սարի վրա լիք, ծառի վրա շատ է։ Երեխեքն հենց հետաքրքիր է, հենց հետաքրքիր է։ Ջրենք, ասում եք ջրենք, ինչի համար։ Բարձրանում ենք, 4 կողմը ասել են, որ պետք է շատ զգույշ լինենք, որտեղ կապիկները կարող են ուղղակի հեռախոսը թռցնեն։ Չէ, իսկապես Շրի Լանկան պետք է տեսնել։ Այս դրախտային երկիրը, որը որ կարող է զարմացնել ամեն քայլափոխին իր բնությամբ, տաճարներով։ Հիմա նայեք ինչ տեսարան եմ ձեզ ցույց տալիս։ Ես Շրի Լանկայում եմ։ Գրում եք վեճերացի խաղանք չէր, իրան հերթ չի հասնում։